Մովսեսը իր բնավորությամբ շատ վարակիչ երիտասարդ էր, երբ ես ծանոթացա իրեն հետ, անկեղծ ասած առաջին իսկ պահին այսպես աչքի զարնվեց, որովհետև շատ գրագետ էր, շատ բան իմացեր, իրեն դրսևորել գիտեր, մի բան, որ ժամանակների համար զարմանալի էր, բավականին գրագետ հայերեն էր խոսում, առհասարակ եւ ընտանիքում, եւ որպես հայր, եւ որպես ամուսին, եւ որպես ընկեր, եւ որպես զավակ, մարդը իրեն դրսևորում է այնպիսին, ինչպիսին կա։ Երբ մարդը արժանապատիվ մարդ է լինում, այդպիսին լինում է նաեւ եւ հասարակության մեջ, եւ ընտանիքում, եւ աշխատավայրում։ Նպատակս գովեստի խոսքեր ասելը չէ, այլ այն, որ Մովսես կերպարը, Մովսես երևույթը ինքնին այնքան հետաքրքիր է եւ այնքան օրինակելի, միաժամանակ նաեւ այնքան լուսաբանման կարիք ունի, որտեղ մարդու եւ հայի այդ տեսակը յուրահատուկ տեսակ է եւ օրինակելի եւ նաեւ ուսանելի։ Հրաշալի հայր էր։ Հրաշալի հայր, քանի որ երեխայի աշխարհընկալման, ձևավորման եւ առհասարակ երեխայի մտածողության համար հասնում էինք Հայաստանի տարբեր ծայրերը, այն ժամանակ շրջաններում, գյուղերում գերմանական խաղալիքներ էին վաճառում։ Հատուկ այդ խաղալիքները, որտեղ դրանք էկոլոգիապես մաքուր էին, գունային առումով ավելի վառման էին, եւ շատ հարցերում ինքը սիրում էր երեխային այնպես ինչպես հայր, գիտեք հիմա մի քիչ ուրիշ է, այսօրվա հայրերը շատ ավելի պատրաստված են եւ շատ ավելի են զբաղվում իրենց երեխաների հետ, մեր ժամանակների համար իսկապես արտառոց հայրիկ էր։ Իսկ որպես ամուսին երևի թե այդպես էլ չհասցրեցի վայելել մեր ամուսնական կյանքը, քանզի մենք ավելի շատ համակուրսեցիներ էինք, ընկերներ էինք, գաղափարակիցներ էինք եւ ընտանիքին որպես այդպեսին շատ քիչ ժամանակ բախտ վիճակվեց վայելելու։ Մովսեսի նպատակը պատերազմ գնալը չէր։ Նա շատ ավելի մեծ պատերազմի էր դուրս եկել։ Նա դուրս էր եկել խորհրդային կայսրության դեմ եւ իր պայքարի նպատակն էր ունենալ ազատ եւ անկախ պետություն, Հայաստանի Հանրապետություն։ Իր պայքարը պետականության վերականգնման համար էր։ Այն, որ Հայաստանը ներքաշվեց նաեւ սկսված ընդհարումներով պատերազմի մեջ, դա մի բան էր, որ ամեն հայ պարտավոր էր իր հայրենիքը պաշտպանել եւ առհասարակ դա մարդու բնույթն է, երբ երկիրդ վտանգի մեջ է, յուրաքանչյուրն էլ ոտքի կանգնում եւ զենք է վերցնում։ Ես վստահորեն պիտի ասեմ, որ Մովսեսը դեմ էր պատերազմին եւ որքան էլ այսօր ասեն միայն զենքով կահայի փրկություն, ես պիտի ընդվզեմ, որովհետեւ մեր ամենազորեղ զենքը մեր միտքն է, մեր ունակությունն է, մեր քաղաքականությունն է, մեր մարդասիրությունն է եւ մեր ազատատենչությունն է։ Այդ առումով ես շատ բնական պիտի ընդունեի նաեւ իր ռազմի դաշտ գնալը, այսինքն երբ մտավորականը, ռետորը, ազգային գործիչը, հրապարակախոսը, իր գրիչը, իր խոսքը, իր միտքը փոխում է զենքով, նշանակում է մարդ է, հայ է, որ իր երկիրը վտանգված է եւ նաեւ իր պարտքն է եւ իր պարտականությունն է պաշտպանել հայրենիքը։ Այդտեղ բնականաբար ես անելիք չունեի եւ եթե վիճակն այնպեսին լիներ, որ իմ եւ իմ զավակի մասնակցության խնդիրն էլ լիներ, մենք պիտի մասնակցեինք։ Երբ վտանգված է երկիրը, բոլորն են զինվոր, անկախ սեռից, տարիքից։ Այդ առումով երբեք չեմ մտածել, որ ինչու Մովսեսը գնաց։ Պարզապես Մովսեսը չպիտի զոհվեր, որովհետեւ նա մեզ ողջ ավելին էր պետք։ Նա կարողացավ խորհրդային տարիներին իր վարքագծով, իր մտածողությամբ, իր ազատատենչությամբ, իր տեսակով համոզել մարդկանց, քարոզել մարդկանց, որ միայն անկախ եւ ազատ Հայաստանը կարող է եւ Արցախյան հարց լուծել, եւ էկոլոգիայի հարց լուծել, եւ բազմաթիվ այլ հարցեր, քանզի քանի դեռ չունես պետություն, քանի դեռ պետականությունդ վերականգնված չի, որևէ հարց հնարավոր չէ լուծել։ Ես այլևս Մովսեսի նման մարդ չտեսա։ Սա պիտի ես խոստովանեմ, որովհետև չգիտեմ, երևի ի վերուս տրված էր, որ իրեն բախտ էր վիճակվել երկրի վրա ապրել 28 տարի եւ ինքն իր անելիք պիտի աներ ու պիտի հեռանար։ Որովհետև ես մտածում եմ, որ նմանատիպ կերպարները
երևի թե իրենց էլ բախտ չի վիճակվում երկար ապրել։ Մովսեսը նախ վառ անհատականություն էր, այնքան վառ անհատականություն, որ հնարավոր չէր իրեն չնկատել։ Դա արտահայտվում էր իր համոզիչ խոսքով, իր ապշելու տրամաբանությամբ, ճկուն մտածողությամբ, կրակն իր վրա վերցնելու ունակությամբ, չափազանց գեր համարձակությամբ։ Ես չեմ ուզում այսօր ածականների մի ամբողջ հեղեղ, այսպես ասել, բայց ինքն այսպիսին էր, որ ինքը գնում էր եւ իր ետևից տանում էր։ Այսինքն բնույթով եւ ասեմ, որ Մովսեսի մեջ ամենամեծ գնահատականը, որ ես ուզում եմ տալ, երբ մենք ասում ենք հայ, ես Մովսեսի համար ուզում եմ ասել մարդ հայ։ Մարդ, որովհետև մարդու կարիքը մենք ավելին ունենք։ Երբ որ մարդը իրեն դրսևորում է որպես բարոյական արժեքներ կրող, նա ուստի կարող է լինել նաև արժանավոր հայ։ Մովսեսի կերպարը ինձ համար եւ շատերի համար մնաց որպես իմ ազգի, հայ ազգի հավաքական կերպար։ Զարմանալիորեն իրեն մոտ զարմանալիորեն այնքան արագ կատարվեց իր աճը եւ թռիչքը, որ ինձ մի պահ թվաց, թե կարծես խտացվում են հայի բոլոր լավագույն հատկանիշները մի կերպարի մեջ։ Գուցե դա հենց այն էր, որ ինքն արդեն թռչում էր։ Գուցե դա հենց այն էր, որ ինքն արդեն պիտի գնար։ Ամեն ինչ այնքան արագ հասցրեց, այնքան շատ բաներ առեց իր մեջ։ Եվ ի վերջո ինքը ծնվել էր նաև առաջնորդ ու պիտի առաջնորդեր, ծնվել էր քարոզիչ եւ պիտի տաներ։ Եվ ո՞րն էր այդ ճանապարհը, որ նա տանում էր ազատության։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր մարդ ի ծնե իր մեջ կրում է ազատության սերմը։ Պարզապես խորհրդային տարիներն այնպիսին էին, կակեբեի առկայությունը, խոսքի, մտքի ազատությունը, այսինքն վախի մթնոլորտն այնպիսին էր, որ եթե մարդը իր մեջ կրում էր այդ ամենը, նա չէր կարողանում դրսևորել։ Մովսեսի մոտ հենց այդ գերհամարձակությունն էր, որ այսպես կարողացավ թոթափել ամեն ինչ եւ նպաստեց հայի արթնացմանը, նպաստեց այն լավագույնը, ինչ կար մեր մեջ բացահայտմանը, խոսքով կարծես ասում են աչքեր բացեց։ Ես պիտի ասեմ, որ ինքը ծնվել էր այդ ճանապարհը հարթելու համար։ Դեռևս ավելի վաղ հասակում մասնակցում էր մեր հարևան Հակոբյան Թադևոսյանի եւ Սիրուն Նաջարյանի ընտանիքում հավաքվող ազգային միացյալ կուսակցության ընդհատակյա տղաների հավաքներին, փոքր էր, արտասանում էր եւ իրենով ուրախանում էին, որ Պարուր Սևակ էր արտասանում, Վահան Տերյան, Իսահակյան եւ այլն, եւ այդ մթնոլորտում նաեւ հայրենադարձի ընտանիքում մեծացած երեխան Օվլենյան դավանանք չէր ուսուցանվել, բնական էր, որ պիտի նաեւ ունենար այդ ուղղամտությունը, այդ կարոտաբաղձությունը եւ մի օր պիտի պորտ կար։ Տեղին է ես հիշեցնեմ նաեւ, որ երբ որ 8-րդ դասարան էր, մի շարադրություն էին գրել, որտեղ օգտագործել էր, որ հայրենիք տենչացող հայը, երբ Հայաստան վերադարձավ, իր հայրենիքը գտավ Սիբիրում, կամ ազատ անկախ Հայաստան, որ ուսուցիչներին այսպես խառնել էր իրար եւ պարտադրում էին հրաժարվել այդ մտքերից։ Այսինքն դրսևորումներ, որ դեռևս դպրոցական տարիներին են։ Ես ուզում եմ ասել նաեւ, որ երբ ասում ենք Արցախյան շարժում, ես շատ լավ հիշում եմ Մովսեսի խոսքերը, որ սա ազգային ազատագրական պայքար էր, որ իր մեջ ներառում էր նաեւ Արցախյան շարժում։ Հետո 17 տարեկանում այո, երբ դեռ մարդը չգիտի որտեղից է գալիս, Մովսեսն անդամագրվում է ընդհատակյա ազգային միացյալ կուսակցությանը, որի նպատակն էր Հայաստանի պետականության վերականգնումը, իսկ Գորբաչովյան ժամանակահատվածում ԱՄԿ-ն արդեն դուրս եկավ բաց պայքարի եւ վերանվանվեց ազգային ինքնորոշում միավորման, որի հիմնադիր անդամ է նաեւ Մովսեսը, զբաղվեց հրատարակչական աշխատանքներով, հայրենիք ամսագիրն է, հրապարակայնություն է, ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի մեղադրվում են երկլեզու ժողովածուն,
ի պաշտպանություն աքսորված արտաքսված Հայրիկյանի մեղադրվում են ազատության ասպետը ժողովածուն եւ առհասարակ ազգային գործիչներին վերաբերող մի շարք ժողովածուներ հրատարակեց, որը բնականաբար ժամանակի համար մեծ եւ համարձակ քայլեր եւ նաեւ քարոզչական ու լուսավորչական աշխատանք էր։ Դրանք գումարած իր հանրահավաքային ելույթները, իր հանդիպումները, գիտեք, ժամանակներն էին այնպիսին, որ երազել ազատ եւ անկախ պետության մասին արդեն դատապարտելի էր։ Իսկ պայքարել հանուն ազատ ու անկախ Հայաստանի, հանուն պետականության վերականգնման իրապես պիտի ասել փառք նրանց, ովքեր ավելի վաղ գիտակցեցին եւ առաջնորդեցին ժողովրդին դեպի ինքնորոշում եւ ի վերջո կայացավ այդ պետությունը։ Քիչ են պահպանվել, բայց պահպանվել են ձեռագրեր, կա նամակ պարոն Հայրիկյանին, կա բանտից գրված իր նամակը, կա իր դստերը գրված նամակը բանտից ծննդյան օրվա կապակցությամբ, կարծես հեքիաթ լինի, որ նաեւ ուսանելի է այլոց համար։ Ինքնապաշտպանություն դեռևս չի նշանակում հերոսացում։ Պատերազմում ներքաշվում են, պատերազմի մեջ ներքաշվում են բոլորը, քանզի պաշտպանում են իրենց տունը, իրենց ընտանիքը եւ այլն։ Ես կուզենայի, որ մեր սերնդի համար որպես ուսանելի եւ դասիրակչական եւ նաեւ այդ դասերը հայրենասիրության լիներ ոչ միայն պատերազմը, այլ պատերազմում զինվորի բարոյական նկարագիրը, մարդ զինվորի, գումարած դրան մի ահավոր տխուր երևույթ է տեղի ունենում, որ մենք, այսինքն թրքաթիացությունը եւ ադրբեջանցու նկատմամբ ունեցած ատելությունը այնքան է մեծացել, որ մենք կարծես թե դադարում ենք հարևան պետությանը որպես ազգ դիտելու։ Բնականաբար ես ասեմ հայնական մեծ պատերազմին վերաբերող բոլոր ֆիլմերը երբ դիտում էինք, մենք դրանով նաև ներշնչվել ենք, դրանով նաև դասիրակվել ենք, բայց մենք չենք ատել գերմանացուն, մենք ատել ենք ֆաշիզմը։ Այսինքն այսօր էլ այդ քարոզությունը իրավացիորեն չի տարվում։ Մենք չպիտի ատենք թուրքին կամ ադրբեջանցուն, մենք նրա իշխանության վարած քաղաքականությունը պիտի դատապարտենք։ Ես Մովսեսի պայքարը նաև ուղղորդում էր դրան, ու ես այդտեղ այո պիտի ասեմ, որ Մովսեսն այն բացառիկ ազգային գործիչներից էր, որ նույնիսկ զենք վերցնելով համենայն դեպս ինքն իր հարևան պետությանը տանում էր դեպի ինքնորոշում, նաև այնտեղ էր քարոզում, որ մենք կուլ ենք գնում ռուսական սադրանքներին բաժանիր, որ տիրես։ Ուստի տարիներ շարունակ ապրել ենք հարևանի պես եւ բարեկամի պես եւ այսօր պետք չի տրվել դրան։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցի մայրերներ են մայր եւ նրանք էլ վստահորեն չեն ուզենա իրենց որդու դիակի արժեվ լաց լինել։ Ես կուզեի, որ այս ատելությունը մեր մեջից ձերբազատվեր։ Ես վստահ եմ, որ Մովսեսի պայքարն էլ դրան էր տանում։ Ես կուզեի, որ այո Ադրբեջանն էլ լիներ այնպիսի պետություն, որի հետ մենք կարողանայինք նստել։ Ես նորից պիտի հիշեցնեմ 89 թվականին Վիլնյուսում Մովսես մասնակցեց 15 հանրապետությունների անկախական կուսակցությունների հավաքին, որտեղ ադրբեջանցիներին հնարավորություն ընձեռնեց եւ ասաց մաքրվեք, խոստովանեք, որ Բաքվի եւ Սումգայիթի կոտորածները կատարել են մի խումբ հանցագործներ։ Մենք գիտենք, որ դա այդպես չի, մենք գիտենք, որ դա կազմակերպված ոչրագործություն է եղել, բայց ինքը մեկ անգամ եւս հնարավորություն էր ընձեռում թշնամուն զգալ իր սխալը, մաքրել իր ճակատից այդ խարանը, բարթել իր ոչրագործությունը մի խումբ մարդկանց վրա եւ որպես ներողություն նաեւ ազգ, որպես ժողովուրդ հանդես գալ եւ ասել, որ մենք այդպիսին չենք։ Կա քաղաքականություն, կա կուսակցություն, որը դրդում է։ Եվ այո, դա էր պատճառը նաև, որ Մովսեսը հարգված էր նաև ադրբեջանական կուսակցությունների կողմից։ Այսինքն այստեղ նաև մարդու խնդիրն է։ Մի բան, որ ես հաստատ շատ կուզենայի, մի բան, որով հաստատ Մովսեսը տարանջատվում է, իր մեծ մարդասիրությունն է։ Եվ նաև իր ազգին, իր տեսակին սիրելով հանդերձ գնահատել նաև ուրիշինը։ Մենք ունենք ընդհանուր մշակույթ, ի վերջո։ Եվ գնահատում ենք նաև այլոց մշակույթը։ Սա ոչ ձայնագրման համար, բայց պիտի ասեմ, որ վստահորեն հավատում եմ, որ մի օր հայոց ցեղասպանությունը ընդունվելու է ոչ թե աշխարհի ճնշման տակ, այլ Թուրքիայի մտավորականության եւ երիտասարդության ճնշման տակ, որոնք պիտի ասեն. հարգելի
իշխանություն, հարգելի կառավարություն, մաքրեք այդ խարանը, մեր պապերի գործած ոճրագործության խարանը մաքրեք մեր ճակատից, որպեսզի մենք կարողանանք աշխարհին բաց աչքերով նայել։ Ես հավատում եմ դրան։ Մովսեսի մահը չէր պատճառը իր անմահացման եւ իր հերոսացման։ Մովսեսն արդեն իր կենդանության օրոք հերոս բառ չեմ ուզում օգտագործել, բայց արդեն իր կենդանության օրոք էր հերոս։ Քանզի նա կարողացավ խորհրդային հայի մեջ ձերբազատել վախի զգացողությունը բռնատիրության դեմ եւ կարողացավ այո մատուցել հայոց ազատության եռագույն դրոշը 88 թվականի մայիսի 28-ին խորհրդային տարիներին 70-ամյա խավարից հետո ասեց Պարզեք եռագույնը, մի վախեցեք, այդ ես եմ պարզում եռագույնը, վերցրեց պատասխանատվությունն իր վրա, որպեսզի կարողանա եւ այդ եռագույնը թող բոլորի սրտերում ծածանվի, թող մեր օջախները մտնի, դա ինձ ազատության մասին էր խոսքը։ Եվ ես պիտի ասեմ, որ այսօր քան երբևէ ավելին մենք ունենք Մովսեսի կարիքը։ Այսօր երբ իրապես վտանգված է մեր անկախությունը, մենք ունենք Մովսես տեսակի կարիքը։ Եվ այդ պայքարի կարիքը եւ այն պայքարը այն բոլոր երիտասարդների, ովքեր իրենց կյանքն անցկացրեցին խորհրդային տարիներին համակենտրոնացման ճամբարներում, աքսորվեցին, վտարվեցին, դատվեցին, խեղվեց իրենց երիտասարդությունը, իրենց անձնական կյանքը, այդ բոլորի պայքարը ներառվեց նաեւ Մովսես կերպարի մեջ, որտեղ այսօր Մովսեսը իր մեջ ներառում է եւ ազգային Միացյալ կուսակցությունը եւ ազգային ինքնորոշում միավորումը եւ բոլոր այն կուսակցություններին, ովքեր հանուն պետականության վերականգնան, չնայած ես թվարկեցի Ամական Եվայիմը, որովհետեւ գոնե այդ պարագայում այլ կուսակցություն չկար։ Դրա համար ես այսօր վստահորեն ասում եմ, որ Մովսես Գորգիսյան մարդ հայը իմ ազգի, հայ ազգի հավաքական կերպարն է եւ իր մեջ կրում էր այդ բոլոր բարոյական արժեքները։ Հետարքիր էր, որ նաև շատ արագ կարողացավ ձերբազատվել մարդկային թերություններից ու թուլություններից, որ ամենքս ունենք, այդ թվում նաև ինքը, բայց այնքան արագ, այնքան սլացքով, թռիչքով, այսպես վազում էր, թռչում էր, այդ ճախրանք էր դա, եւ այդ ընթացքում նաև այդ ինքնամաքրումը, ձերբազատվումը, դա նաև մեր ազգն ապրեց։ Մովսեսը երբեք չխաբեց իմ ժողովրդին։ Ինքը մեծացավ, հասունացավ մեր ժողովրդի աչքի առջև, ժողովրդին չես կարող խաբել, չես կարող, ինքը կարող է հավատա մի տարի, հետո անմիջապես հասկանում է, որ սխալվել է։ Մարդիկ սիրեցին Մովսեսին, սիրեցին, որովհետև իրենցից մեկն էր, այդ պուլսացիան բռնել էր, որովհետև երբեք չխաբեց, երբեք չմանևրեց, երբեք չփորձեց իր շահ ինչ որ իր անձնական նպատակների անել։ Այնից այդ մաքրությունը, այդ շիտակությունը, այդ անդավաճան լինելու իր ազգին, իր ժողովրդին, այդ մեծագույն նվիրումը, մահը դա ամենավերջին անմնացորդ նվիրումն էր։ Եվ ես կարծում եմ, որ Մովսեսը նահատակվեց նրա համար, որ այլևս չնահատակվեն։ Մովսեսը նահատակվեց նրա համար, որ այլևս պատերազմ չլինի։ Մովսեսը նահատակվեց նրա համար, որ իր զավակներն ապրեն ազատ ու անկախ պետության մեջ։ Մովսեսը նահատակվեց նրա համար, որ մենք այսօր մեր պարտավորվածությունն ունենանք եւ ի հիշատակ նրա երբեք չկորցնենք մեր ազատությունն ու անկախությունը եւ կերտենք այնպիսի պետություն, ինչպիսին երազում էր Մովսեսը։ Գեցային Հայաստանը, որ վաղն է գալու։ Իմ երկրի ազատամարտիկների ընտանիքները պիտի ամենամեծ եւ ամենաբարձր ուշադրության ներքո գտնվեն։ Գիտեք, խնդիրը սոցիալական է, չի, մեկ բացիկ ամանորին։ Մի հիշատակի խոսք, այդ ընտանիքները դրա կարիքն ավելին ունեն։ Ես խնդիր չունեմ, դժգոհելու առիթ չունեմ, որովհետև եթե հիշում են, Մովսեսի համար չեն հիշում, իրենց բարոյական կերպը պահելու համար են հիշում, թե որքանով են հիշում, թող իրենք հիշեն, թե քանի անգամ են հիշել։ Մենք մեզ գնահատել չգիտենք, ցավոք չգիտենք։ Մենք չգիտենք, որ մեծարելով, գնահատելով, արժեքավորելով նաև մենք ենք բարձրանում։ Մենք չունենք այդ մշակույթը։ Ես դժգոհելու առիթ չունեմ, այդպես ասեմ, չունեմ, որովհետև ցանկություն էլ չունեմ պարտադրել եւ պահանջել, որ ներկա գտնվեն։
Կավլիցի Աստված իրենց հետ, իրենց համար են գալիս, իրենց հերոսի համար են գալիս, իմ ամուսնու համար չեն գալիս։ Եվ նաև իրենց կարգավիճակի, իրենց անվան, իրենց պատվի, իրենց որոշելիքն է։ Ոչ մեկին ես չեմ պարտադրում, բայց պիտի ասեմ, որ իմ երկիրը շատ երիտասարդ է։ Իմ երկիրը մեր կարիքն ունի, մեր աջակցության կարիքն ունի։ Մենք եւ ի վերջո Մովսեսը երբեք իր կյանքը չի նահատակել, որպեսզի սա կարգի, թե դրանից հետո իր ընտանիքը ինչպես կապրի։ Երբեք չի մտածել եւ ոչ էլ մենք ենք մտածել։ Մենք հայրենիք կերտելու համար ենք ոտքի կանգնել։ Իսկ թե հայրենիքը մեզ ինչ կտա, հայրենիքը թող իմ թորներին տա։ Թող տա այնպիսի երկիր, որտեղ իմ երեխաները իրենց կրթությամբ, իրենց վաստակով կարողանան ապրել բարգավաճ երկրում, հզոր երկրում, արդար երկրում, օրինավոր երկրում։ Աջակցությունը դա կլինի, հզոր հայրենիքը կլինի։ Ընդհանրապես Մովսեսի ծննդյան օրը, հիշատակի օրը, մայիսի 28-ին, սեպտեմբերի 21-ին, փետրվարի 18-ին եւ այլ օրեր, որոնք հիշատակի օրեր են, այցելում են Մովսեսին մարդիկ, ովքեր ուզում են, հա։ Ես չեմ էլ թող կան նրանք, ովքերի սրտը են գալիս, թող կան նրանք, ովքեր Մովսեսի կարիքն ունեն, ովքեր նրա առջև իրենց երախտիկը պիտի հայտնեն, պիտի կռվեն Մովսեսի հետ, պիտի զգան իրեն։ Հա, այս անգամ եկել էր Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմից, Շենգավիթ երկրապահ կամավորական միությունից, մշտապես գալիս է Մովսես Գորգիսյան անունը կրող դպրոցի սաները ուսուցչական կազմը, Մովսես Գորգիսյան հիմնադրամից, Մովսես Գորգիսյան ստրայքբոլի ֆեդերացիայից, հիմա ես որ թվարկեմ Մովսես Գորգիսյանի ընկերները, բարեկամները, հարազատները, երիտասարդներ, որոնք երբևէ չեն տեսել, գալիս են անծանոթ մարդիկ կամ մարդիկ, որոնք շփվել են մեզ հետ, մեր ընտանիքի հետ, մեր ընկերների հետ եւ Մովսեսին չեն ճանաչել։ Երբեմն առիթից առիթ, երբ պաշտոնական, այսպես ասած, հոբելյանական տարեդարձ է կամ երևալու խնդիր կա, երբեմն առիթից առիթ ներկա են գտնվում իշխանավորները։ Այս անգամ չեն եկել։ Չընդհանրապես չեն եկել, երևի 1-2 անգամ են եկել 24 տարվա ընթացքում։ Իրենք պիտի հասունանան այնքան, որ հասկանան, որ ուղղակիորեն պիտի այցելեն։ Մովսեսին դա պետք չի, ինձ էլ դա պետք չի, դա իրենց է պետք, դա մեզ է պես, դա երիտասարդներին է պետք։ Դա ուսանելու բան է, ես հիշում եմ ժամանակին մեզ ասում էին Անժելա Դևիսին ազատություն, Լուիս Կարվալանին եւ այլն, մեզ մտրակովել էին դասիրակում, ասում էին, որ այսպես պիտի լինի։ Ես ուղղակիորեն հասկանում եմ, երբ թողնում ես ինքնորոշման, հաճախ այդպես չի լինում, երևի նաև պիտի մտրակել։ Ես չէ որ պիտի ասեմ, որ հարգարժան պետական եւ պաշտոնական այրեր։ Հիշեք, որ ոչ միայն կազինոների, մեծ հանրախանութների, չգիտեմ, առողջարանների բացումներին պետք է մասնակցեք եւ կտրեք այդ մկրատով այդ արարողություններին ներկա գտնվեք, կերուխումներին եւ այլն, եւ շատ ավելի կարեւոր տեղեր կան, որ ուղղակիորեն պարտավոր եք ներկա գտնվել։ Դարձյալ եմ կրկնում ոչ Մովսեսի եւ ոչ ինձ համար։ Գուցե նաեւ ոչ իրենց համար, ավելի շատ երիտասարդների համար։ Որտեղ դա կդիտվի պետական մոտեցում իր ազգային արժեքին։ Ազգային հերոսների համար նախատեսված է 250,000 դրամ պետական աջակցություն։ Ես այսպես եմ կարծում, մարդը ինքը պետք է դիմի, ասի ես օգնության կարիք ունեմ։ Գիտեք, շատ դժվար է դիմելը։ Եվ առավել եւս դժվար ու ծանր կլինի նաեւ չընթառաջվելը։ Եվ որպեսզի չհայտնվես անհարմար վիճակում, ճիշտ կլինի չդիմել։ Ոչ թե մենք պիտի գնանք դռներ բախենք, ասենք մենք օգնության կարիք ունենք, այլ ինչ որ մեկը պիտի բախի մեր դուռը եւ ասի ես դուք ինչի կարիք ունեք։ Գուցե ճշտի թե ընտանիքում ով աշխատանքի կարիք ունի, այլ բան չեմ ասում, աշխատանք։ Քիչ առաջ ես ասացի սեփական աշխատանքով ապրելու եւ քո քրտինքով վաստակելու խնդիրը։ Ես միշտ կարծում եմ, որ
այդ զոհվածների ընտանիքներին չպիտի սпасել, որ իրենք դիմեն, պիտի ճշտել, թե ինչի կարիք կա եւ ուղղակիորեն պետականորեն ինչով հնարավոր է աջակցել։ Իսկ ամենամեծագույն աջակցությունը ես կարծում եմ դա աշխատանքի խնդիրն է եւ առողջական հարցերի լուծման խնդիրն է։ Այդ երկու ամենակարևորագույն հարցերն են, որ եթե ընտանիքին ապահովես աշխատանքով, վստահորեն ինքը որևէ դուր չի բախի։ Ես չեմ ուզում իմ զոհված ազատամարտիկների կամ վիրավորների կամ ողջ ազատամարտիկներին տեսնել այնպիսի կարգավիճակում, որ իրենք անընդհատ ուզվոր են հանդես գալիս։ Դա էլ մարդուն ոչնչացնելու մի ձև է։ Մենք հարուստ ենք իրենցով, իրենց կենսագրությամբ, իրենց պատմությամբ, չի կարելի մարդու հետ այդպես վարվել։ Ընդամենը մեկ բացիկ, եւ այդ բացիկ ավելի շատ ուրախացնում է ոչ այնքան այդ ընտանիքին, որքան հարևաններին։ Որովհետև հարևանները հասկանում են, որ եթե այդ ընտանիքի նկատմամբ կա վերաբերմունք, Աստված մի արասե, վաղը եթե իր ընտանիքը հայտնվի նույն վիճակում, կա երկիր, կա պետություն, կա իշխանություն, որ իր կողքին կլինի։